Սամվել դուք լուր ակցիա եք կատարում ամերիկյան դեսպանատան դիմաց, հիմա կխնդրեի ներկայացնեք ինչու են ամերիկյան դեսպանատան դիմաց եւ ինչ պահանջ կա ամերիկյան դեսպանատնից։ Ամերիկայի դեսպանատան առաջ, որովհետեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Տիկին Քվինն է, որ գրեթե ամենօրյա կտրվածքով գովաբանում է ոստիկանությանը, ոստիկանական բարեփոխումները, թե ինչքան բարեփոխված են, թե ինչքան բարեփոխվում են անընդհատ, բայց մենք ունենք բազմաթիվ փաստեր ոստիկանության կողմից բռնությունների անցած տարիների, մանավանդ անցած 1 տարվա ընթացքում ոստիկանական խոշտանգումների, իսկ իմ դեպքը ցավոք սրտի արդեն բավականին հայտնի է, երբ ոստիկանները քննչականից ԶՊՎ ուղեկցելու ճանապարհին կանգնեցին իբրև թե բնական կարիքները հոգալու ու մեքենայից քաշ տվեցին արդեն դիմակավորված մարդիկ, խոշտանգեցին, այսինքն ոստիկանությունների, Տիկին դեսպանի ասած բարեփոխված ոստիկանությունների, ոստիկանության ներկայացուցիչների գործուն համահանցակցությամբ կատարվեց ծամրկեցուցիչ խոշտանգում, մինչև այսօր ոչ մի նորություն չկա այդ գործի մասով, ընդամենը մի անգամ առերեսվել եմ ինձ ուղեկցող ոստիկանների հետ ու վերջ, ոչ մի տեղաշարժ չկա այդ գործով։ Եկել եմ Տիկին դեսպանին ուղղակի հիշեցնելու իմ գոյության մասին, ոստիկանական բռնությունների մասին, խոշտանգումների մասին, կարելի է մի քիչ գոնե, չգիտեմ, ամոթ կամ խիղճ ունենալ, գոնե ոչ այդքան հաճախ խոսել, թե որքան բարեփոխված են ոստիկանները այն դեպքում, երբ որ ասենք Հայաստանում կա Սամվել Վարդանյան, ում խոշտանգել են, իսկ դա խոշտանգում էր, որը 30 տարվա կտրվածքով հաստատ Հայաստանում նոր անկախ պատմության մեջ չէր եղել, աննախադեպ էր։ Այսինքն ոստիկանական բռնություններ եղել էին, այո, չգիտեմ, հանրահավաքների ժամանակ, բաժիններում, բայց որ այդպիսի հոլիվուդյան սցենարով խոշտանգում կարող էր լինել, Հայաստանում չէր եղել դա։ Ու անգամ դրանից հետո Տիկին դեսպանը շարունակում է ֆոտոսեսիաները ՆԳՆ նախարարի հետ, արտադրության նախարարի ուրախ զվարթ հանդիպումները ու պատմում է, թե որքան բարեփոխված է Հայաստանում ոստիկանությունը ու ինչքան լավ է։ Եկել եմ, ես ունեմ այստեղ տարբեր բաներ գրված, այդ թվում նաև եկել եմ ամերիկյան հանրությանը, իհարկե լայն հանրությունը չի իմանա այս ակցիայի մասին, բայց ովքեր որ կիմանան, որ իրենց գումարները ուղղվում են Հայաստանում ոստիկանական բռնությունների հովանավորմանը, կարելի է այդպես ասել, չգիտեմ։ Ինչպես կգնահատեք այն փաստը, որ այսպես կոչված խուլիգանության մոտվածով գերարագ կերպով դատավարությունը կազմակերպվեց, իսկ խոշտանգման դեպքով ոչ մի առաջընթաց չկա։ Խոշտանգման դեպքով առաջընթաց չկա, որովհետև խոշտանգումը հրահանգավորվել է քաղաքական իշխանությունների կողմից ու վստահաբար ժողովուրդը ասում են իրանք իրանց պոչին դուրս չեն գա։ Իսկ Տիկին դեսպանը մոռացել է, որ ինքը Հայաստանում ԱՄՆ դեսպան է ու պիտի հայ ժողովրդի եւ Հայաստանի կողքին կանգնի եւ ոչ թե իշխանությունների կողքին։ Իսկ ինքը պատմության մեջ կողմ է վերցրել ու վերցրել է իշխանությունների կողմը։ Հովանավորում է ոստիկանական բռնությունները, իշխանությունների պահվածքը, բայց եկել եմ հիշեցնելու, որ մենք կան գոյություն ունենք ու Հայաստանի Հանրապետությունում բոլորը չի որ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատ են։ Գոյություն են մարդիկ, ովքեր մտածում են, ուղեղ ունեն ու հասկանում են, որ մեր երկիրը լավ տեղ չի գնում։ Մեղմ ասած, սա շատ մեղմ եմ ասում խուսափելու համար այլ ձևակերպումներից։ Եկել եմ հիշեցնելու իրեն, ինքը ով է ու ինչ պիտի անի ի պաշտոնե այստեղ։ Եվ ձեր հետագա քայլերը մասնավորապես ձեր իրավունքների պաշտպանության եւ ընդհանրապես ոստիկանական կամայականության դեմ պայքարը։ Շատ բարդ հարց եք տալիս։ Ամեն դեպքում ես մի բան գիտեմ, ես իմ սկզբունքներին չեմ դավաճանելու իմ պայքարի ընթացքում։ Ցավոք սրտի Հայաստանում գոյություն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, Արման Թաթուրյանի այդ պաշտոնից հեռանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանն էլ է լծված Նիկոլ Փաշինյանի եւ իրեն սատարողների պաշտպանությանը ու մոռացել է, որ մարդիկ կան, ովքեր պաշտպանության կարիք ունեն։